19-րդ դարի գերմանացի մեծ փիլիսոփա Արթուր Շոփենհաուերը ասել է, որ երիտասարդության տեսակետից կյանքը անվերջանալի երկար ապագա է, իսկ ծերության տեսակետից շատ կարճ անցյալ։ Բարեկամներ, երևի հենց դրա մեջ է երիտասարդության ամբողջ հմայքը, ներկան որպես անվերջ ապագա։ Հետևաբար, լինել երիտասարդ նշանակում է ոչ թե ապրել կյանքի մասին, ոչ թե հիշել կյանքը, այլ պարզապես ապրել այն և ոչ թե պատրաստվել թռիչքների անվեհեր արծվի պես վեր բարձրանալ ու ճախրել այս հին մոլորակի անսկիզբ ու անվախճան թվացող երկնքում, սիրել ու սիրվել, առանց մտածելու դրանց պատճառների ու հետևանքների մասին, ոչ թե բացատրել, այլ զգալ, ոչ թե անվերջ սպասել, այլ միանգամից գործել։ Արդյոք հենց դա չէ իսկական կյանքը։ Բայց քանի որ մարդուն բնորոշ է չգնահատել իր ունեցածը, երիտասարդության արժեքը հասկանում են միայն այն կորցնելուց հետո։ Եվ դժվար է ասել, երբ է մարդ ավելի երջանիկ, ջահելության տարելիքին հանձնվելիս, թե ճանաչման պտուղը վայելելիս։ Բարեկամներ, այսօր մեր բեմահարթակում միայն երիտասարդ երգիչներն են լինելու, հետևաբար, ինչպես ասում են, մեզ մոտ թեժ է լինելու։ Եթե նրանք իրենց խանդավառությամբ կարողանան վարակել նաև ավագ սերնդի ունկնդիրներին և մի քիչ ջահելացնել նրանց, ուրեմն իսկապես երիտասարդ են։ Ինչ խոսք կանցնեն շատ տարիներ, նրանք նույնպես հրաժեշտ կտան երիտասարդության օրերին, բայց համոզված եմ միշտ կապրեն որպես երիտասարդ, որովհետև նվիրված են իրենց սիրած գործին, երգարվեստին։ Իսկ իսկական գործը չի ծերանում երբեք։ Եվ այսպես, այսօրվա երգերքոցում երգում են միայն երիտասարդ երգիչները։ Հաջողություն մաղթենք նրանց, քաղաքային երգ, բայց դու, երգում է Ռուսլանը։ Աչերով ինձ այնպես ես կերել, քո վառ ժպիտով ինձ կյանք ես վարքել, ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին, ախ իմ սիրտն է տխրում ու անխոսլալից, և ինձ թվում է, թե դու կմոտենաս, սիրող խոստումներով սրտիս ուժ կտաս, բայց դու անցնում ես ու եթե չես նայում, Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում, բայց դու անցնում ես ու եթե չես նայում, Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում, Անցել են այն օրերը գարնան, նայում եմ քո ճամփին չկաս սիրելիս, ծանոթ մարդիկ տեսնում են ու հարցնում, արդյոք այս խենթ տղան ում է որոնում, և ինձ թվում է, թե դու կմոտենաս, սիրող խոստումներով սրտիս լույս կտաս, բայց
անցնում ես ու ետ էլ չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով սրտիս ուժ կտաս Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց անցնում ես ու ետ էլ չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Պարուս Սևակը դեռևս 1947 թվականին իր ստեղծագործական կյանքի արշալույսին խոհեր ջահելության մասին ստեղծագործության մեջ այսպիսի տողեր է գրել, որ այսօր էլ այժմեական են եւ ասես վերաբերում են ավելի շատ մեր օրերի երիտասարդներին։ Ուրիշ այդ որ դարում, ուրիշ որ աշխարհում կարող էր լինել մի այսպիսի սերունդ, հավերժորեն կայտար երիտասարդ եւ միևնույն պահին իմաստությամբ, փորձով, տառապանքով հարուստ։ Երևան, հեղինակ Քրիստ Մանարյան, երգում է Արևիկ Գրիգորյան։ Այս կանաշնչով, ամենուր հնչով, ծունես մեր հոգու ուղված վաղվան, արտնացիր քնից, Քո ամեն տնից լույս թող ջարակի իմ Երևան Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին Ամեն իջնող երեկո նորից թող վառվեն լույսերը Եվ վառվեն քո տառապած ու կարոտ կրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին Ամեն իջնող երեկո նորից թող վառվեն լույսերը Եվ վառվեն քո տառապած ու կարոտ կրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Վարդակուն երաս, միշտից երևաս Ուր էլ որ գնամ մնա ինձ հետ Ինչ կնախ թաղակ, հարասատ միակ Թող կորշեն վշտերը քո անհետ Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին Ամեն իջնող երեկո նորից թող վառվեն լույսերը Եվ վառվեն քո տառապած ու կարոտ կրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը
Դերասան, հաղորդավար եւ Արսեն Գրիգորյան։ Շատ հաճելի է գտնվել հարազատ վայրում, հանրային հեռուստաընկերությունում ու շատ ուրախ եմ, որ հատկապես երկ-երգոց ծրագրի շրջանակներում եմ այստեղ։ Շնորհակալություն հաճելի երեկոյի համար, որը կարծում եմ դեռ գնալով առավել աճելու է, ինչպես երիտասարդության աչքերում կյանքը։ Անգլիացի մեծ գրող Օսկար Ուայլդն ասել է. «Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ բոլորին կասկածում են, իսկ երիտասարդները իհարկե ամեն ինչ գիտեն»։ Ես քո զավակն եմ Հայաստան, խոսք Լևոն Բլբուլյանի, երաժշտությունը Մարինե Գյուլումյանի, երգում է Վիգենա Հարոնյանը։ Զավակն եմ Հայաստան, դրա համար եմ հայ այսքան, հավերժին որն եմ հայոց տան, ես քո զավակն եմ Հայաստան, իմ զարմանալի բարությամբ Թշնամու հանդեպ չարությամբ, իմ այս մարդասեր հայությամբ, ես քո զավակն եմ Հայաստան, իմ քնարական երգերով, իմ հին հայկական վերքերով, իմ երազներով Ես քո զավակն եմ Հայաստան, իմ երազներով և իմ մեծ սիրով, ես քո զավակն եմ հայ, քո զավակն եմ Հայաստան։ Ես քո զավակն եմ Հայաստան, դրա համար եմ հայ այսքան, բայց քո ծառան եմ և գերին, ես քո զավակն եմ Հայաստան, իմ զարմանալի բարությամբ Թշնամու հանդեպ չարությամբ, իմ այս մարդասեր հայությամբ, ես քո զավակն եմ Հայաստան, իմ քնարական երգերով, իմ հին հայկական վերքերով, զավակն եմ Հայաստան, իմ երազներով և իմ մեծ սիրով, ես քո զավակն եմ հայ, քո զավակն եմ Հայաստան, ես քո զավակն եմ
Սովետական տարիներին ուսանողների արձակուրդներն ու ժամանցն ավելի կարճաժամկետ էին, քան դպրոցականներինը։ Մի կողմ դնելով կարդացած դասագիրքը, հոգնած գիտելիքներից բարեխիղճ ուսանողը հազիվ էր հասցնում քնից առաջ աչքի անցկացնել օրվա թերթերն ու, ասենք, Ջեք Լոնդոնի ստեղծագործությունները։ Հիմնականում նրանք հանգստանում էին շաբաթ-կիրակի, ինչպես նաև տոնական օրերին։ Նրանք, ովքեր եկել էին շրջաններից, ամեն կերպ փորձում էին մասնակցել զանազան էքսկուրսիաներին, որպեսզի ավելի լավ ճանաչեն մայրաքաղաքը, սովորեն օգտվել օրինակ տրամվայից։ Պետք է ասել, որ հատկապես 40-ականների վերջին և 50-ականների սկզբին երիտասարդության ժամանցը գաղափարախոսական վերահսկողության տակ էր, ընդ որում հենց հատուկ մարմինների կողմից։ Այդպիսի ուշադրության թիրախ էին օրինակ ուսանողական կազմակերպությունները, մանավանդ Ռուսաստանում։ Բավական էր ուսանողները փակցնեին նոր տարվա հայտարարություն, որտեղ գրված լիներ ժամանակակից պարերի և ամերիկյան աճուրդների մասին, անմիջապես դա արժանանում էր պրոլետարական ուսանողների քննադատությանը։ Ընդ որում նրանք բոլորովին էլ վատ մարդիկ չէին, պարզապես խորապես համոզված էին, որ արևմտյան երևույթներն անհամատեղելի են սովետական ապրելակերպին ու սովետական երիտասարդի կերպարին։ 20-ական թվականներին սովետական երիտասարդության ֆիզիկական կատարելատիպը սպարտական կոփվածությունն էր ու հունական գեղեցկությունը, և նրանք ամեն ինչ անում էին, որ համապատասխանեին հենց այդ կերպարին։ Այդ տարիներին երիտասարդները սիրում էին նաև ռադիոհաղորդումներ ունկնդրել, որովհետև ռադիոն նոր էր մուտք գործում հանրային կյանք և հարուցում էր հիացմունք ու զարմանք։ Դա կարելի է համեմատել այն ոգևորության հետ, որը կար 50-ական թվականներին, երբ հեռարձակվեցին առաջին հեռուստահաղորդումները։ Ռադիո լսում էին հատկապես ուսանողական հանրակացարաններում։ Այդ ժամանակ ռադիոընդունիչը շքեղություն էր և բաշխվում էր ըստ կոլեկտիվների։ Ըստ էության դա ոչ թե ռադիոընդունիչ էր, այլ բարձրախոս, որն իհարկե շատ վատ էր աշխատում, և երաժշտության փոխարեն լսվում էր անտանելի աղմուկ։ Եվ այնուամենայնիվ երիտասարդությունը լսում էր ռադիո, չունենալով որևէ այլընտրանք։ Այսպիսի ժամանակներ էին։ Հռոմեացի իմաստասեր Օվիդիոսն ասել է. «Ջահելությունն արագ է թռչում, բայց բաց մի թող անցնող ժամանակը, և անցած օրը միշտ ավելի լավն է ներկա օրվանից»։ Երևան, խոսք Հովհաննես Ղուկասյանի երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի, երգում է Մարթա Կիրակոսյանը։ Քո երկինքը ծով է կապուտակ, դու կանաչ ես ու ծաղկում, ինձ շպտում է արևադակ, քո շենքերը վարդակում, քո գրկում է վարդը իմ բացվեր, աղ քեզնից լավ այր չկա, քո գրկում եմ ես երջանկացել ու սիրել մի տղային, սիրտս քեզ է երգում, սերն ես աննման, սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Հունաստանում, դու ժպտում ես Երևան, մեր անուշ Հայաստանում,
ախ քեզնից լավ այլ չկա Քո գրկում եմ ես երջանկացել ու սիրել մի տղային Սիրտս քեզ է երգում սերն ես անմար Սիրտս քեզ է երգում ախ Երևան միայն քեզ համար Մեր անուշ Հայաստանում մեր քնքուշ Վրաստանում դու ժպտում ես Երևան Մեր անուշ Հայաստանում մեր քնքուշ Վրաստանում դու ժպտում ես Երևան Սիրտս քեզ է երգում սերն ես անմար Սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար Մեր անուշ Հայաստանում մեր քնքուշ Վրաստանում դու ժպտում ես Երևան Մեր անուշ Հայաստանում մեր քնքուշ Վրաստանում դու ժպտում ես Երևան Դու ժպտում ես Երևան Դու ժպտում ես Երևան Հաղորդավար Արտավազդ Ամիրյան Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս գեղեցիկ հաղորդմանը ինձ հրավիրելու համար, որովհետև այստեղ հնչեցին երգեր, որոնք իսկապես ինձ համար շատ հոգեարազատ երգեր էին, եւ ես շատ ուրախանում եմ յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում ենք, որ մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, երգիչները կարողանում են նաև այդ երգերը, որոնք գրվել են ժամանակին, ծնվել Երևանին, Հայաստանին կամ սիրո մասին երգեր են, այսօր մեկնաբանվում են նրանց շուրթերով, արդեն նորովի մոտեցումներով, նորովի մշակումներով ու նորովի կատարմամբ։ Այնպես որ ես ուզում եմ հերթական անգամ ծափարենք մեր այն երիտասարդ սերնդի ներկայացուցիչ երգիչներին, ովքեր այսօր կարողացան լավագույնս ներկայացնել այն սիրված երգերը, որոնք ժամանակին իհարկե կարծես թե մոռացվում են, բայց նման հաղորդումների միջոցով նորից վերապրում են ու կյանք են ստանում։ Շնորհակալություն ձեզ։ Ռուս մեծ գրող Իվան Տուրգենևի կարծիքով երիտասարդության ամբողջ հմայքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն համոզմունքի մեջ, որ ամեն ինչ անպայման կանի։ Երանի թե խոսք Աշոտ Գրաշու երաժշտությունը Ալեքսանդր Աճեմյանի երգում է Գրիգոր Կոկչյանը։ Երանի թե իմ սիրունը հերումների սունգա Ծաղիկ պնջած էլերմերի ծովերի հետ ստունգա Ինչու թողի դու հեռացա Ինչու սերս մորացար Արցունքներս ծովարեցի, սիրտս այրեցի Ինչու թողի դու հեռացա, ինչու սերս մոռացա Արցունքներս ծովարեցի, սիրտս այրեցի
այսօր ուրախ մենք երկեցինք սիրո չքնաղ երկերից մենք երկեցինք ու շնչեցինք սիմունք շապիտ ու թախիչ ինչու թողի դու հեռացան ինչու սերս մոռացան Արցունքներս ծով արեցի, սիրտս այրեցի Ինչու թողի դու հեռացա, ինչու սերս մոռացա Արցունքներս ծով արեցի, սիրտս այրեցի Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն է ունենում, մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն։ Դժբախտաբար դրանք երբեք չեն համընկնում, ասել է Անատոլ Ֆրանսը։ Դու ինչպես մի աստղ, խոս Կարիկ Բանդուրյանի երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի, երգում է Սրփուհի Սարգսյանը։
Նկարիչ դիզայներ Նուր։ Ես կուզեի, որ երիտասարդ երգիչները հին երգերը երգելիս մնան երիտասարդ։ Մնան երիտասարդ լինեն ավելի կրեատիվ եւ դրանով իսկ իրենց տարիքով եւ իրենց այդ հոգու կրակով հին երգին նոր շունչ տան, նոր ուժ տան, որովհետեւ երգը հին չի լինում։ Երգը երբեք չի հնանում, լավ երգը, որը ապրել է տարիներ, տասնամյակներ, 50-ամյակ, 100-ամյակ ունեցել, հա, լավ երգը երբեք չի հնանում, լավ երգը միշտ մնում է նոր, եթե երիտասարդը իր կրակով, այս երեխեքը ինչ որ մի քիչ լուրջ են վերաբերվել ու դարձել են այդ տարիքի երգի, տարիքն են ընդունել, իսկ ինչ վերաբերվում է երգին, ապա իմ կարծիքով, որ ասում են հին երգերը լավն էին, իսկ նոր երգերը հիմա լավ նոր երգեր չկան, տենց բան չկա, ուղղակի ծաղկաքաղ է լինում տարիների ընթացքում, որ այն երգերը, որոնք լավն են, իրանք ապրում են, մնում են, դրա համար թվում է, թե հները բոլորը լավն են, հնում էլ վատ երգեր կային, որոնք չեն ապրել, եւ այսօր էլ ստեղծում են լավ երգեր, որոնք ապրելու են տասնամյակներ, եւ ես հույս ունեմ, որ կարողանան մեր երիտասարդները ընկալել նորովի երգը եւ երգել նորովի եւ զգալ երգը նորովի եւ դրանով իսկ նոր ծիլ տան։ Շնորհակալություն։ Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես է արտահայտել երիտասարդ ստեղծագործողների մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ գրողները իրենց լավագույն գործերը ստեղծել են 30-ից 35 տարեկան հասակում։ Աբովյանն իր վերքը, Թումանյանն իր անուշը, Չարենցն իր խմբապետ շավարշը գրել են այդ տարիքում եւ նույնիսկ համոզված են, որ Նարեկացին գրել է Մատյանը այդ տարիքում։ Աշուն, հեղինակ Էլվինա Մակարյան, երգում է Նարինե Դովլաթյան։
անբաժան հետևում եմ քեզ հեռվից քո պատկերն եմ ես տեսնում սավից հայ եմ աշուն որքան դու հարազատ ես ուն աղշուն աշնանայի տերեների խշոցը շատ եմ ես սիրում հայ իմ աշուն որքան դու հմայի ես ուն աղշուն իմ ռաշ աշուն ոսկե Դերասանուհի պրոդյուսեր Քրիստինա Հովանեսյան։ Երգերը շատ լավն են, լավ տրամադրություն է տիրում, կատարում են երիտասարդները շատ լավ։ Ես ուղղակի կուզենայի, որ միշտ երիտասարդների կողքին լինեն հասուն մարդիկ, հասուն մարդկանց կողքին տարիքով մարդիկ։ Մենք բոլորս իրար կողք լինենք եւ իրար կողքից չպակասենք, այսպես ասած, որտեղ երիտասարդների կողքը պարտադիր պետք է լինեն տարիքով մարդիկ, հասուն մարդիկ, որ ուղղություն տան։ Մենք էլ պետքա շրջապատված լինենք երիտասարդներով, որ իրենցից լավ էմոցիաներ ստանանք եւ իհարկե տանն էլ պետք է միշտ տարիքով մարդիկ լինեն, որ երեխաները այդ հարգանք պատիվ ամեն ինչ հասկանան, այնպես որ իրար կողքից բոլորը անպակաս թող լինեն։ Ժամանցի կազմակերպման մշակութային ձևերից բացի երիտասարդության համար կային նաև լիցքաթափման այլ եղանակներ։ Եթե բուհական միջավայրն իր խիստ կանոններով զսպում էր ուսանողների խենթությունները, ապա հանրակացարանն այն ասպարեզն էր, որտեղ կարելի էր անհամեմատ ավելի ազատ լինել եւ անգամ ապրել բոհեմական կյանքով։ Այստեղ ոչ ծնողների, ոչ էլ դասախոսների տեսադաշտում ես։ Ընդունված բան էր անպայման նշել այս կամ այն իրադարձությունը, ծննդյան օրեր, պետական տոներ եւ այլն։ Կրթաթոշակ ստանալը իսկական տոն էր, հերթական խնջույքի առիթ։ Բայց պետք է ասել, որ այս նույն հանրակացարանային աշխարհը մանավանդ 60-70-ական թվականներին ինտելեկտուալ հաղորդակցման հարթակ էր,
որևէ սամիզդատ գրքի ընթերցանության եւ ձեռքից ձեռք փոխանցման հնարավորություն։ Այնինչ չէիր կարդա պաշտոնական մամուլում, կգտնեիր ընկերոջդ տված որևէ բացառիկ գրքում։ Հանրակացարանային կյանքի ուսանելի բովով անցել են բազմաթիվ մտավորականներ, ովքեր հետո պիտի զարդարեին գիտության եւ մշակույթի ասպարեզները։ Այստեղ նաեւ սիրահարվում էին, ամուսնանում։ Ոմանք իրենց մոտ էին հրավիրում սիրած տղային կամ աղջկան, ինչը բազում անախորժ պատմությունների տեղիք էր տալիս, մինչև անգամ գործը հասնում էր բուհից հեռացվելու։ Ուսանողները հանրապետության տարբեր վայրերից էին, իրենց տեղական սովորույթներով, բարբառով, անհանդուրժողականությամբ կամ մեղմությամբ։ Տղայական կռիվներն իհարկե անպակաս էին, բայց որպես կանոն դրանք ավարտվում էին հաշտությամբ եւ երբեմն նոր ընկերության առիթ դառնում։ Ջահելության, տաղանդի, մտքի ու երևակայության տարերքն էր իշխում երիտասարդության այդ դժվարին, թող որ հիմնականում ոչ բարեկարգ, բայց միշտ տաք ու սիրելի մթնոլորտում։ Ի վերջո դա նաև կյանքի անփոխարինելի դպրոց էր, որտեղ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները չէին մոռացվում երբեք։ Այսօր էլ կան ուսանողական հանրակացարաններ։ Դրանք հավանաբար ավելի բարեկարգ են, տեխնիկապես ավելի հագեցած ու հարմարավետ, բայց հավատացեք, ոգին նույնն է, չէ որ այնտեղ ջահելներն են։ Նրանք անշուշտ կհասցնեն իմաստանալ ու ավելի զգուշավոր եւ խելացի դառնալ, բայց այդ օրերը հետ բերել այլևս երբեք չեն կարողանա։ Հետ բերել այն հրաշքը, որ կոչվում է երիտասարդություն։ Ֆրանց Կաֆկայի համոզմամբ երջանկությունը բացառում է ծերությունը։ Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, նա չի ծերանում։ Արդյոք հիշում ես խոսք Դավիթ Հովհաննեսի երաժշտությունը Արամ Սաթյանի, երգում է Արմինե Քոչարյանը։ Երբ ուզում եմ ես հիշել քո դեմքի գծենավոր ես հիշում եմ մի սիրո գիշեր և սիրո նոր արավոր և տխուր մի տխուր հեկեկանք բարձրանում է հուշիս խորքից իմ սիրո արևքեսից եղավ և հիշում ես արդյոք դու ինձ և լուսինը այս անդուս և ձմռան գիշենավոր ինձ ասում են որ չկա հոգում ես սիրո նոր արավոր և տխուր մի տխուր հեկեկանք բարձրանում է հուշիս խորքից իմ սիրո արևքեսից եղավ և հիշում ես արդյոք դու ինձ
Արսեն Գրիգորյան։ Ճիշտն ասած, ինչպես վերը նշեցիր Տուրգենևի մեջ բերումը, որ տարիքը եւ ներքին ապրումները իրար հետ չեն համապատասխանում, ես ասեմ, որ դրա մեջ կա ճշմարտություն, չնայած ես թե արտակնապես, թե ներքուստ, թե հոգով, թե սրտով մնում եմ երիտասարդ ու Կաֆկայի խոսքերն էլ նաև մխիթարեց, որ ես հասկացա, որ ինձ ծերությունը չի սպառնում, որովհետև ես միշտ լավատես եմ, միշտ ներկայով ուրախացող եւ ապագայի մասին ամենավառ պատկերացումները ունեցող։ Ու ես հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ այս ապրումը ունենա ու դա նաև կտարածվի իր շրջապատում, իր առօրյայում ու կյանք կբերի մարդկանց կյանքերի մեջ։ Գիշերը չի հերիքի, հեղինակ Ֆորշ, երգում է Արսեն Գրիգորյանը։ Այս երեկո երբ ձայնը գնաց տիկնիկի քո խաղերի մեջ Տակնու վրա քեզ կանի ու նանձայն քեզ իր հետ կտանի դու կզգաս որ Գիշերը չի հերիքի, քեզ էլ չի հերիքի, 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 գիշերը չի հերիքի, քեզ էլ չի հերիքի Քո դեր լուսաբացից են կախվել քեզ կլինի քո կյանքը կուզի սավառնել հանդարտվածքով քո մութը կկորչի դու կզգաս որ Գիշերը չի հերիքի, քեզ էլ չի հերիքի, 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 գիշերը չի հերիքի, քեզ էլ չի հերիքի Հոգին քո ստրուկեր իր ժամանակին կյանքից նոր արս սավառնում էր անոթի այնտեղ է ուր քո ցերեկներ հանգչում չի լինում քեզ գիշերը չի հերիքում քեզ էլ չի հերիքում Գիշերը չի հերիքում, քեզ էլ չի հերիքում, 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 գիշերը չի հերիքում, քեզ էլ չի հերիքում Այսօր երգերկոցում միայն երիտասարդ երգիչներն էին, կհանդիպենք։